Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած այս երիտասարդները 3 շաբաթ է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հարկի տակ մասնակցում են հայագիտական եւ կրոնագիտական դասընթացների։ Ծրագիրը մեկնարկել է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Նպատակն է համախմբել երիտասարդներին Մայր եկեղեցու շուրջ, հնարավորություն տալով նրանց բարելավելու հայոց լեզվի, հայոց պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները։ Դասախոսները հայկական բարեգործական ընդհանուր միության վիրտուալ համալսարանից են։ Մենք միասին առանձնացրել էինք մեր կրթական բաժնի գլխավոր թեմաները հայոց պատմության եւ շաբաթը 3 անգամ 1.5 ժամ նստել եւ լսել պատմություն խորացված իրենց համար մի քիչ դժվար էր, սակայն այնքան մեծ էր հետաքրքրությունը, որ այսօր մենք օրինակ վերջին քննական այսպես փոքրիկ մի վարժություն արեցինք, ես հիացած էի տեսնելով թե ինչքան էին նրանք սովորել եւ ինչ մեծ գիտելիքներ են իրենց հետ տանում։ Երիտասարդների մեծ մասը դժվարությամբ է հայերեն գրում ու կարդում։ Նարեկը Ռուսաստանի Բարնաուլ քաղաքում է մեծացել։ Հաճախել է ռուսական դպրոց։ Միակ վայրը, որտեղ հայերեն է սովորել, տեղի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցուն կից Կիրակնորյան է եղել։ Հայկական ամենախոշոր համայնքն այսօր էլ կանգնած է հայոց լեզվի պահպանման մարտահրավերի առջև, որը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է։ Այդ բացը տասնամյակներ շարունակ լրացնում է հայ առաքելական եկեղեցին իր Կիրակնորյա դպրոցներով։ Եկեղեցու ժողովուրդիկ միշտ իրանց հետ մենակ հայերեն են խոսում, դրա համար ուզած թե չուզած սովորում են հայերեն, դրա համար մեր մոտ այդ խնդրումը կամաց ոնց որ լուծում ենք։ Առաջարկին ինձի մեր քահանան, որտեվ ես հայերեն խոսում եմ, բայց փորձել եմ սովորել գրել, բայց մոտ չգիտեմ, չէր ստացվում միշտ, սկսում էի, ու հետո թողում էի այդ գործը, դրա համար ասեց, որ գաս, հաստատ կսովորես, չսովորես, հետ չես գա։ Այդտենց ստել շատ լավ ձևերով մեզի սովորացրել են, բացի դասատուներից սարգսակները մեր, քույրերը շատ օգնել են մեզի, դրա համար ասենք հիմա ես հաստատ եմ, որ հետ գնամ չեմ մոռանա։ Նիկոլետ Բլեքվելը Վաշինգտոնից է, հայրը ամերիկացի է, մայրը հայ։ Հայերենը չմոռանալու համար մատչելի լեզվով գրված մանկապատանեկան գրքեր է ընթերցում։ Որոշել է մասնակցել ծրագրին հայրենիքը լավ ճանաչելու համար։ 3 շաբաթ Մայր եկեղեցու հարկի տակ ապրելն ու հայոց սրբավայրեր այցելելը փոխել են Նիկոլետի աշխարհայացքը։ Հայկական պատմությունը մասին շատ եմ սովորել։ Ես ոչինչ չեմ անում մեր պատմությունի մասին, իմ համար կարևոր է, որ սովորեմ, շատ ուրախ եմ եւ շատ գնաց է եկեղեցի, դա շատ լավ էր։ Երիտասարդներն ուխտագնացությունների են մեկնել տարբեր սրբավայրեր։ Ամեն կիրակի Մայր տաճարում պատարակների են մասնակցել, այցելել հայորդաց տներ, ծանոթացել գործունեությանը, խմբակներին։ Հայրենիքի հոգևոր մշակութային ժառանգության ու արժեքների հետ առնչվելը կարևոր հետք է թողնում նրանց կյանքում, համոզված է ծրագրի համակարգող Վահան Սրբազանը։ Ես կարծեմ հիանալի արդյունքներ է երիտասարդները միասին բերել սուրբ մթնոլորտի մեջ եւ իրենց սովորեցնել մեր հավատքը, մեր լեզուն, մեր մշակույթը։ Թիվ երկու ոնց որ քիչ մարաճսի մենք ունենք իրապես 3-4 հոգի, որ ոչինչ գիտեն հայերեն, մորցիր կարդալ, խոսել չկար զրո։ Հիմա այդ մնակեդրին խոսին, ցեզիկսեն բարև, իմ անունս ասինչ է եւ այլն, երեք իրենց քննության մեզ բան մերինք, պատարակի տեքստը դրինք։ Եվ բացասանք բացատրել պատարակի բարի իմաստը, իրենց կարդալ դրինք եւ կարդացին դրաբար։ 3 շաբաթի արագացված դասընթացների շրջանակում երիտասարդները ձեռք են բերել արևելահայերենի, հայոց պատմության, կրոնագիտության բազային գիտելիքներ։ Հայկական միջավայրը եւս նպաստել է լեզվի բարելավմանը։ Հունիսի 20-ին ծրագրի առաջին փուլի ավարտն էր։ Երիտասարդները գիտելիքներով հարստացած տուն կվերադառնան։ Հավաստագրերը հանձնեցին դասախոսներն ու կազմակերպիչները։ Կարճ ժամանակահատվածում դժվար է վարժ տիրապետել հայերենին։ Այդ պատճառով էլ նրանց տրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության վիրտուալ համալսարանում ուսումը տնից շարունակելու հնարավորություն։ Մայրաթորի 3 շաբաթյա դասընթացներին շատերն են արձագանքել։ Սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խումբը Սուրբ Էջմիածին կժամանի արդեն հուլիսի 1-ին։ Կազմակերպչական հարցերում օգնում են նաև Ղազարավանի միանձնուհիները։ Երիտասարդների կեցության հարցերն ամբողջությամբ հոգում է եկեղեցին։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։